Բարև բոլորին, մի հատ նորից ցույց ենք տալիս, թե ոնց ենք մտավոր սեփականության գրասենյակի կայքով ստուգում անունները կան թե չէ։ Դրա համար մտնում ենք aipo.am կայքը, գալիս ենք ձախ մասում, գտնում ենք ապրանքային նշաններ։ Այստեղ կա որոնում բաժին, որի մեջ էլ կա ազգային ընթացակարգով եւ միջազգայինով։ Ազգային ընթացակարգի դեպքում մեզանից պահանջվում է միայն գրել նշանի անվանումը, այսինքն ինչ բառ որ մտածած կլինեք, գրում եք ստեղ։ Եվ հայերեն կարակ գրեք, եւ կարակ գրեք լատինատառ։ Ենթադրենք ինչ գրենք, եկեք։ Նորից։ Որոշել եք, որ այս անունով պիտի լինի, ենթադրենք հյուրանոց։ Նայում եք, տեսնում եք, որ այս անունով արդեն գրանցված ապրանքային նշան կա։ Սեղմում եք ապրանքային նշանի վրա, նախ այստեղ երևում է տրման ներկայացման ամսաթիվը, երբ է հայտը տրվել, եւ այստեղ տեսնում եք առանձին բացված պատուհանում, թե որ դասում է կամ ապրանքների եւ ծառայությունների ցանկը, ինչա ներառում։ Այսինքն ինչ ծառայություններ են իրանք մատուցում։ Եթե բառը նույնն է, նման է, բայց ծառայությունները կամ ցանկը այս տարբեր է ձեր ոլորտից, ոչ մի խնդիր չկա, դուք կարաք օգտագործեք։ Կոպիտ ասած, Քամանչա անունով կարա լինի հյուրանոց, բայց բան չի կարա լինի այլևս ոչ սրճարան, ոչ ռեստորան, ոչ նման ինչ-որ սննդի կետ, ոչ fast food։ Մյուսը միջազգային արդեն կայքերն են, Madrid Monitor եւ Global Brand Database-ը։ Ընթացակարգը էլի նույնն է, ընդամենը գրում ենք բառ, տեսնում ենք, որ այստեղ Madrid-ով ոչ մի արդյունք չի բերում եւ Global-ով տեսնում ենք էլի, որ ոչ մի արդյունք չի բերում, այսինքն սրանք միջազգայինորեն գրանցված են բրենդեր չեն։ Եթե կտեսնեք հայկական շուկայում գրանցված չկա, շարունակում եք ձեր փնտրտուքները միջազգայինում։ Եթե միջազգայինում էլ չկա, նոր կարակ համարեք, որ այդ անունը կարակ վերցնեք։ Եթե ձեր գրած բառին համապատասխան բավականին շատ արդյունքներ են ցույց տալիս, այստեղ արդեն ուշադիր եք լինում իր ստատուսին։ Եթե կանաչ է, ուրեմն գործողության մեջ է, եթե կարմիր է, ուրեմն արդեն ավարտվել է գործունեության ժամկետը։ Եվ բառի վրա սեղմելով նորից կարող եք իջնել ներքև ու 511 կետի տակ տեսնել իրենք ինչով են զբաղվում։ Շատ ժամանակ ստեղ միջազգայինորեն գրանցված բրենդերը, Global Brand Database-ն իրանց մայրենի լեզուներով են ստեղ գրում, նենց որ կարող է շատ ժամանակ չհասկանաք ինչի բրենդ է, դրա համար կարելի է անել նաև Madrid-յանով։ Ու չենք մոռանում, որ պետքա նաև Google-ել, եթե լինեն edge-եր, որոնք ունեն չգիտեմ, տասնյակ հազարավոր բաժանորդներ, խուսափենք այդ անունները օգտագործելուց։ Նայեք 511 դասի տակ գրված է լուցկի, եսիմի, սիգարներ, սիգարետի բռնիչներ եւ այլն եւ այլն։ Այսքանը որ պետք է իմանայիք, թե ոնց եք ման գալիս նորանուն, հիշեցնեմ, որ 3 ստուգված անունով պետք է ներկայանալ եւ ուսումնասիրած ձեր ոլորտը։